Եթե դա պետական ռեսուրս չի։ Ներքին էթիկայի դժ գործում եք, ձեր լրագրողական ներքին էթիկա եք։ Ձեր բարեկամներին վերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց վերելու կարիք չկա։ Որ 30 հոգուն պետք է վերեր փոխմասպետը։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց Ինչ հարց է նարեկ։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետք է քննարկվի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։ Հավաս պետք է լինի։ Տենց պետք է ինքը ասի, ես չանեմ։ Այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է։ Այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակությունն է։ Այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպիսի դրվագներ են լինում ԿՖ-ում։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Պարոն Սիմոնյան, մի վերջին հարց է, եթե դիտակ ընտրությունների հետ կապված, չեմ ուզում տվեցին վաղ շաբաթում սպասում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Խնդրում եմ ասել, Գյումրի քաղաքապետի կալանավորումը ինչ ուղերձ է վաղաշաբաթի ինդիմադիր իրակորատի Հա, բայց ո՞նց կարելի է այդպես խոսալ, զոն հասկանամ, էլի, еще ушла из կադրը։ Ես հետո կարձագանքեմ նման կոպիտ Արի էթիկայից էիր խոսում։ Կադրի համար հոգեակալի Կրկնեմ թերևս հարցը, պարոն Սիմոնյան, նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյումրի քաղաքապետի կալանավորումը ըստ ձեզ ինչ ուղերձ է պարունակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Որ կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձևով քաղաքական մանդատը իրան չի փրկելու, ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացությունը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված չի փրկելու մեռանք ասելով։ Ոչ էլ էս դահլիճն է փրկելու։ Ինչքան ասենք այդ մարդկանց։ Չի լինելու։ Այդ ստից ձևական ամեն մի հանցագործին քաղաքական բանտարկյալ, քաղաքական հալածյալ Կա քաղբանտարկյալ այսօր։ Իհարկե ոչ։ Կան Ոչ, ով, օրինակ, անուն ասա։ Անուն ասա։ Լավ էլի խնդրում եմ։ Միքայել Խոսքի համար այդ ծեր մարդուն, պարոն Սիմոնյան, բարոյականություն կա, էլի։ Բարոյականություն կա, պարոն Սիմոնյան։ Մեծահասակ առողջական խնդիրներով մարդուն կալանք Լուրջ ես ասում։ Բա 11 կալանքի հետ համատեղություն չունեցող մարդուն, որ տարան մցրեցին բանտ եւ սպանեցին հաց բերողին։ Մարդել կար էս դահլիճում այդ հանձնաժողովի ղեկավարներ, չէ, որտեղ մենք տես բան չենք անում, բայց եթե չընդհատես իմ խոսքը կտեսնես ինչին է վերաբերում։ Գրիգորյանն էլ դատարանում սպանվեց։ Ում կողմից սպանվեց։ Դե ինֆակտ խփեց, հոգեբանական բաներն էլ կա։ Լավ էլի դուք լուրջ եք համարում։ Դուք համարում եք սա լուրջ լրագրություն։ Մեռավ դատարան։ Ես ասեմ չի մեռել, ինչ ես վրթովում, հարգելիս։ Սենց որ մի քիչ շարունակես, կարող է ես եմ մեռնեմ այնքան խոսաս։ Մի քիչ ավելի արեստավարժ եղեք, ավելի բիսեդկայի, չգիտեմ, խոհանոցի Մարդը մեռել է դատարան։ Լսեցի, այո, մարդը մեռել է, ես այդ մարդուն ճանաչում եի անձամբ շատ երկար տարիներ։ Դու իրան ճանաչում ես, չկա մեր իշխանության ժամանակ, օրինակ բեր։ Ում բերում են, լսի, գիտես, տես մի հատ արտահայտություն կա, ասում բանտում մեղավոր մարդ չկա։ Հələ գնա բանտ, մտի, յուրաքանչյուր խոց։ Տարբեր հանցագործությունների մեջ տես մեղավոր։ Բա ո՞նց կարա այն մարդը ում անունը դու տալիս ես զբաղվի քաղաքականությամբ, ուզում եմ հասկանալ։ Արդեն այն բանը, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, չէ, ոչ թե անմեղ չի, արդեն խոսում է այս դրա մասին, որ ինքը մտել է այդ քո ասած ուղու մեջ, եւ երբ որ ինքը հայտարարություն է անում, պետք է պատասխան տա։ Որ Էջմիածին վաղաշաբաթ ընտրություններից առաջ խորհրդ խոշորացված համայնքում մեծ բարեգործական միջոցառում իրականացվում։ Ո՞վ է իրականացնում։ Տեղյակ չեմ, անկեղծ տեղյակ չեմ։ Տեղյակ չեմ, թող իրավապահ մարմին
թող իր մարմինները թող սուպրասեղանները թող կհն արձագանքի։ Ես գնահատական չունեմ, ես պետք է իմանամ քարոզարշավը սկսել է թե չի սկսել, ինքը դա ներկայացրել է թե չի ներկայացրել, օրենքը պետք է բացեմ նայեմ, ես ձեզ դուք ազատ եք, ձեզ ինչ կա, դուք գալիս ասում եք, այ ասեք խնդրում եմ, սա սենց է, ու դե գնա դու ապացուցի, որ դա տենց չի։ Քաղաքական գնահատական ասում եմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեջ բացառվում է, որ որևիցե հրահանգ լինի, ինչ որ ձևով ընտրակաշառք բաժանելու։ Մենք նախ փող չունենք ընտրակաշառք բաժանելու համար։ Դա մեկ, սխալ տեղ եք եկել։ Երկրորդը, ասում եմ, մենք մեր մեջ շատ սխալներ են լինում, շատ ընտրությունների ժամանակ եղել են ինչ որ բաներ, որ մենք սխալ ենք արել, բայց կոնկրետ հարց եք տալիս, կոնկրետ հարցի հետ կապված դիմեք կոնկրետ մարմիններին, ինչ եք հարց տալիս։ Շնորհակալություն։